Տեսակը չգիտեմ, բայց աղբյուրը արդեն հայտնի է։ Բողոքի ըմբոստության բարձրացրին սպիտակ դրոշները։ Ու արդեն խոսում են, որ Սլոտին պատրաստվում են փոխարինել Խաբի Ալոնսոյով։ Նրա ազդեցությունը թիմի ակումբի վրա արդեն շատ ավելի մեծ է, քան անգամ Ռոնալդոյի։ Եթե սա իրական է, ապա կարելի է ենթադրել, որ նա ցանկանում է ոտք գցել Ռոնալդոյի հետ։ Սենեգալի գլխավոր մարզիչ Պապեթիաուն թեբա հելանք տներով հավաքվեք ելանք։ Մեսսիա նման ֆոտո արեց, ուղղակի լայքերը կես միլիոն էլ չասան։ Գնդակս տվեք, գնում եմ տուն, արտահայտությունը դեռ երբեք այսքան արդիական չի եղել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Ողջույն բոլորին։ Մենք ոչ մի տեղ չենք գնալու։ Դուք էլ մնացեք մինչև վերջ, կամ մինչև Աֆրիկա։ Բրիտանացի գիտնականները, ավելի կոնկրետ Մանչեսթերը ներկայացնող գիտունները մինչև հիմա դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչ կաթ էին խմել Յունայթեդի ֆուտբոլիստները Մանչեսթերյան դերբիից առաջ։ Տեսակը չգիտեմ, բայց աղբյուրը արդեն հայտնի է։ Այ դու շուն, ընձուղտ եմ ես արա։ Զարմանալի է, բայց Յունայթեդը հենց 2 գնդակ խփեց։ Երրորդը չհաշվեցին, որովհետև 3-ը մի քիչ այն չէր լինի, էլի։ Առաջին գոլը այնքան արագ ու այնքան անսպասելի ստացվեց, որ Պեպը խելագարվեց ու սկսեց անհասկանալի շարժումներ անել։ Ու դա պատահական չի, երկրորդ գոլի ժամանակ պաշտպանություն չկար, իսկ թե ինչ էր անում Ամադը ամենավերջում ընդհանրապես կազմաքանդեց Պեպին։ Դրա համար էլ եզրափակիչ սուլիչից հետո նա ասաց. «Կարիք, դու չունես օգնության կարիք»։ Իսկ սր Ալեքս Ֆերգյուսոնը շատ ուրախ էր իր թիմի փայլուն հաղթանակի առիթով։ Որո ես էլ գիտեի ուրախավոր չեն խփել։ Ովքեր։ Ինֆարկտն ու ինսուլտը։ Շատ տափակն ես գլոբ, բայց այդ տափակ չի Մբուեմոն։ Թե ինչ էր անում այդ տղեն, ուղղակի անկրկնելի էր։ Նույնը կարելի ասել Ամադի մասին։ Աֆրիկայից մեծ ուժով էին եկել տղեկը։ Հա, հաստատ։ Իդեպ, կայացավ Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչը եւ այն հիշվեց ավելի շատ ոչ ֆուտբոլային առումով։ Սկանդալ էր, խայտառակություն։ Դրանք անդրադառնանք հաղորդման վերջում, իսկ մինչ այդ Ռեալն էր կանգնած հերթական խայտառակության պրոշին։ Լա լիգայի հերթական տուրում նրանք խաղում էին Լևանտեի հետ ու մեղմ ասած չէին տպավորում, անատան ֆուտբոլ էր ու երկրպագուներն ի նշան բողոքի ըմբոստության բարձրացրին սպիտակ դրոշները։ Բա ոնց հասկացան, որ նորմալ պիտի խաղան։ Մոտավոր էս պրինցիպով։ Դա ժամանակ ոնց որ տենց չոտքի չէր ասում, էլի։ Երկրորդ կեսում ռեալցիները կարծես կերպարանափոխվեցին ու կարողացան 2 գոլ խփել ու հաղթել խաղը։ Մի հատ Մբապեի անդեպ խախտում նայենք, հա։ Էլի կեղտես բռնել արա։ Maakte overtreding. Ժողովուրդ, այս գլոբը ասում է, այստեղ խախտում չկա։ Ես տես ինչ սիմուլյացիա, ինչ բան։ Մի հատ ձեր կարծիքն էլ ասեք, այս գլոբին դնենք տեղը, հա։ Իմ տեղը Աֆրիկայում է։ Հանգիստ, Աֆրիկա էլ կգնանք։ Իսկ ռեալի երկրպագուները Պորտկման եզրին են, նրանք ահավոր դժգոհ են, անգամ Պերեսի հրաժարականն են պահանջում, անգամ Պապա Կարլոյի ներկայությունը խաղին նրանց չէր կանգնեցնում, նրանք կրկին սուլում էին Վինիսիուսին։ Խաղից հետո բոլոր ֆուտբոլիստները գնացին երկրպագուներին ծափահարելու, շնորհակալություն հայտնելու, իսկ Վինիսիուսը Սրանով բրազիլացին ասում է փաթած ունեմ այդ 70,000 մարդուն։ Ես էլ իրա մասին ասելու բան չունեմ։ Ինքը իր մասին ավելի մեծ կարծիքի է, քան անգամ Ավետ Բարսեղյանը։ Բայց ախր Ավետը առաստաղն է։ Բա, լավ արի ուրախանանք։ Ոնց։ Արբելոան մոտիվացնում է Կիլիան Ռեալին մաղթենք ամենայն բարիք եւ առողջություն ու շարժվենք առաջ, որտեղ մեզ սպասվում է առաջիկա խաղերը, դրանից հետո հակահերոսներն ու հերոսներն են եւ աֆրիկյան ցեղերը որպես բոնուս։ Այս վիդեոյի մասին ի՞նչ կասես։ Սրանք հյուրանոցից խալատ, սրբիչ, հոճար ու շամպուն էլ կտանեն։ Իսկ իրականում մարոկացի բոլբոյերը անընդհատ գողանում էին Սենեգալի քիպեր Էդուարդ Մենդիի սրբիչը, թե ինչու մնում է միայն ենթադրել։ Գուցե նրանց կարծիքով դարպասապահի ուժը հենց
քրտնած քրթնքոց սրբիչի մեջ էր։ Չգիտեմ, եթե մեզ նայող դարպասապահներ կան, կխնդրեմ բացատրել ու կիսվել իրենց կարծիքներով կոմենտներում։ Իսկ ես ասեմ, որ նրանք սենց բան արել են գրեթե բոլոր խաղերում ու պետք է ընդունենք, որ բոլորս էլ ունենք մեր բզիկները։ Հունվարի 21-ին գազանխաղ Ինտերի եւ Արսենալի միջև, ինչպես նաեւ Ռեալը կընդունի Մոնակոին, Տոտենհեմն էլ Դորտմունդի Բորուսիային։ Հունվարի 22-ին Բարսելոնան հյուր կգնա Սլավիա Պրահային, Յուվենտուսը Բենֆիկային կընդունի, իսկ Մարսելը Լիվերպուլին։ Եվրոպա լիգայում էլ շատ կարևոր խաղում Ցրվենա Զվեզդան հյուր կգնա Մալմյոին։ Մոհամեդ Սալահի Եգիպտոսը երրորդ տեղի խաղեր անցկացնում Նիգերիայի դեմ Աֆրիկայի ազգերի գավաթի շրջանակում։ Հաղթողը պետք է որոշվեր 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ Սալահը վրիպեց։ Պատկերացնում եք, Սալահը արդեն պենալ չի կարողանում իրացնել։ Արդյունքում Նիգերիան վերցրեց երրորդ տեղը, որից հակահերոսության ամբողջ մասշտաբը պատկերացնեք, գումարենք նաև Լիվերպուլին, արդեն չի կարողանում հաղթել 19-րդ տեղում գտնվող Բյորնլիին։ Ու արդեն խոսում են, որ սլոտին պատրաստվում են փոխարինել Խաբի Ալոնսոյով։ Ամորիմին էլ ուղարկում են Տոտենհեմը։ Տոտենհեմը ընդհանրապես այս տարի APL-ի խաղերին չի գրանցվել։ Պրանկի հարցում մենք սխալվեցինք։ Մեր հակահերոսներից է նաև Արսենալը։ Հահա, զինագործներին կարելի է անվանել ժամանակավոր իմպոտենտ։ Զինագործ ֆաները United-ին արդեն ձեռքերի վրա էին տանում խաշ ուտելու։ Արդեն հարմարվել էին, որ City-ից 9 միավոր են առաջ։ Բայց այդ ամենը փոզմիշ եղավ, երբ Արտետայի տղաները չկարողացան գոլ խփել Նոթինգեմ Ֆորեսթին։ Հերթական անգամ ֆանտաստիկ էր անտառապահների կենտրոնական պաշտպան Մուրիլյոն։ Պերես, պատրաստի պաշտպանը, առարա։ Չէ, ինքը փող չի բերի։ Բայց դե շաբաթվա գլխավոր հակահերոսը իհարկե Բարսելոնան է։ Մի ցածկեք դեմքիս, հիմա կբացատրեմ։ Այդքան պահ, որ կատալոնացիները ունեցան Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում, նորմալ է 3 խաղի համար, ու այդքանով հանդերձ խփել ընդամենը 1 գոլ, լավ չի։ Յամալի խաղից դուրսը դնենք մի կողմ, Սերխիո Ռոմերոյի ֆանտաստիկ փրկությունները նույնպես դնենք։ Արա, բայց Բարսելոնան պետքա գոնե մի հատ խփեր եւ գոնե ոչ ոքի խաղար։ Արդյոք Ռաֆինյայից կախումը այդքան մեծ է։ Ճիշտ է, չէր խաղում, չէ։ Ու պետք է առանձնակի նշել նաև Ժուան Գարսիային, որին շատ էին գովում բոլորը, նաև մենք։ Այս խաղում էլ մի քանի անգամ փրկեց, բայց ուր էր, երբ Օյարսաբալը հարվածում էր մոտակա անկյունը, եւ ինչու էր, ուր էր հետ մղում երկրորդ գոլի ժամանակ։ Հարցեր, որոնց պատասխանները չկան։ Մենք խոսեցինք Մանչեսթերյան դերբիից, հիմա ժամանակն է խոսել խաղի հերոսներից։ United-ից դա Բրունո Ֆերնանդեշն է։ Այս տղուն արդեն հանգիստ կարելի է ասել United-ի լեգենդ։ Նրա ազդեցությունը թիմի ակումբի վրա արդեն շատ ավելի մեծ է, քան անգամ Ռոնալդոյի։ Իսկ City-ից կարելի է առանձնացնել Gigi Donnarumma-ին, թե որքան նա փրկեց, ուղղակի տեսնել էր պետք։ Եթե նա չլիներ, City-ն մի 5-6-0 հաստատ կպարտվեր։ Ռոբին Վան Պերսին միաժամանակ եւ հպարտության եւ ցավալի պահեր ապրեց։ Հոլանդացին գլխավորում է Ֆեյնորդը, որի կազմում Էրդիվիզիայի հերթական տուրում նորամուտը նշեց նրա որդին Շաքիլ Վան Պերսին։ Էն էլ ինչ նորամուտ, 2 ֆանտաստիկ գոլ, կրունկով, մկրատով, դանակով, պատարակողով եւ այլն։ Բայց ցավալի պահը որն էր։ Հեն? Ինչն էր ցավալի։ Ֆեյնորդը պարտվեց 4-3 հաշվով։ Միլանը շարունակում է իտալական ծերակույտի վերածվել։ Եթե Ռամոսի տեղափոխությունը դեռ օդում կախված է ու ոչ մի որոշակի բան չկա, ապա Ֆյուլկրուգը արդեն Միլանում է, արդեն նշել է նորամուտը եւ հենց նրա գոլով կարողացան հաղթանակի հասնել։ Միլանը շարունակում է 1 գոլի տարբերությամբ հաղթանակները, ինչի առիթով Մաքս Ալեգրին ասել է. Եթե ցանկանում եք զվարճանալ, գնացեք կրկես։ Ասում են, թե Նանին վերադառնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Լուրեր կան, որ Պորտուգալացին 1 տարվա պայմանագիր կկնքի ղազախական Ակտոբեի հետ։ Եթե սա իրական է, ապա կարելի է ենթադրել, որ նա ցանկանում է ոտ գցել Ռոնալդոյի հետ։ Նրանց միշտ են համեմատել։ Նանի ջան, քեզ հաջողություն ենք մաղթում, այս երգն էլ քո պատվին ախպեր։
Աֆրիկայի ազգերի գավաթի նախորդ մրցաշարը այս տեսքն ուներ, այնքան էլ չէր շողում, բայց այս անգամ Մարոկոյում կառուցվել էին նորագույն ստադիոններ, շքեղ տեսք, ամեն ինչ տեղը տեղին էր, բայց տարօրինակությունները ոչ մի տեղ չէին հեռացել։ Եզրափակիչ խաղի քննարկումը եթե սենց է սկսում, ուրեմն ամեն ինչ խոստումնալից։ Ընթացքում իհարկե այս վիճակը աուրան շատ ավելի էր գրգռում, բայց եկեք սկսենք սկզբից։ Սենեգալի եւ Մարոկոյի միջև պայքարը հավասար էր, դարպասապահները շատ լավ էին գործում, հարձակվողները ոչ այնքան։ Մինչև խաղի վերջը 0-0 էր։ Արա ինչ խաղ, անցի բուն թեմային։ Հրահայելի։ Ուրեմն խաղի ամենավերջում Սենեգալի խփած գոլը չեն հաշվում, որովհետև ակնհայտորեն խախտումով է գրանցվում գոլը։ Ընդամենը մի քանի րոպե հետո Բրահիմ Դիասի վզից բռնեցին ու շպրտեցին, ինչպես հետո պարզվեց լրիվ տեղին։ Այս դրվագից հետո աֆրիկացի մրցավարը երևի մտածում էր. «Արա, աստեղ եթե պենալ դնեմ, ես դաշտից դուրս չեմ գա հաստատ»։ Բայց վառը քաշեց, կանչեց ու արդեն ստիպված էր դնել 11 մետրանոցը։ Ուստեղ սկսվեց կինոն։ Սենեգալի գլխավոր մարզիչ Պապե Թյաուն թեբա հելանք։ Տներով, հավաքվեք հելանք։ Լավ աճացած գնդակս տվեք, մաման կանչում է։ Ինձ թվում է ինքը ուղակի սև հումոր էր անում։ Հաբալը նայեք, ինչ գոհ է իրանից մամուլի ասուլիսին գալիս։ Բայց լրագրողները ինչի են դուրս գալիս։ Արաբա հարամ արեց խաղը։ Նշանակված 11 մետրանոցը իրացվեց ավելացրած 24-րդ րոպեին։ Այդ ընթացքում Սադիո Մանեն գործի դնելով իր ամբողջ ավտորիտետը խաղընկերներին հետ կանչեց հանդերձարանից, որպեսզի խաղը շարունակվի վերջապես։ Ու այդ ընթացքում Բրահիմ Դիասը հարամ էր եղել։ Երևի հիշել էր Զիդանին։ Brahim Diaz to give Morocco the lead, chips up Anenka down the middle. Այնինչ խաղընկերները Ռեալից նրան ամուր եւ պինդ աջակցություն էին ուղարկում Մադրիդից։ Իբր իրանք էլ մի լավ օրի են էլի։ Իսկ ինչ, եթե սա միտումնավոր խորամանկ քայլ էր Մարոկոյին տեմպից գցելու եւ հոգեբանորեն ճնշելու համար։ Ես ընդհանրապես չեմ զարմանա, եթե այդպես լինի, որովհետեւ այն դեպքում իրանք մի ցեղից են։ Explains how to talk to reptiles. Ամեն դեպքում լրացուցիչ ժամանակում Սենեգալից գոլի հեղինակ դարձավ Պապե Գեյեն ու Մանեն բարձրացրեց գավաթը։ Մեսսիա նման ֆոտո արեց, ուղղակի լայքերը կես միլիոն էլ չասան։ Ինչևէ, շնորհավորում ենք Մանեին։ Նա իսկապես լեգենդ է։ Sensational success! Sadio Mane becomes only the third player ever to win multiple AFCON titles, to go along with multiple CAF African Men's Player of the Year awards. He's in a league of his own with Roger Milla and Samuel Eto'o. Senegal succeed again.